Քիչ առաջ դուրս եկա Factor TV-ի տաղավարից, որտեղ բանավիճում էինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող վերջին բանակցային զարգացումների շուրջ եւ ես հայտնում էի այն տեսակետը, որ Հայաստանը միակողմանիորեն առանց դիմացը բան ստանալու համաձայնել է զիջել այն երկու կետերը, որոնք տարիներ շարունակ չի ընդունել, որոնք բնականաբար չեն բխել Հայաստանի շահերից, դրա համար էլ չի ընդունել եւ հիմա փորձում են դրական ֆոնի ներքո ասելով, որ մենք գնում ենք, մոտենում ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ներկայացնել այդ զիջումը։ Բանավիճողներից մեկն էր նաև Դանիել Յոհաննիսյանը, ով գիտեք, թե ամեն ինչի փորձագետ է Դանիելը, եւ ով բանավեճի զգալի մասին անընդհատ թիրախավորում էր ոչ թե թեման, այլ լուսավոր Հայաստանին, ինձ, իմ գործընկերներին, եւ հիմնական բովանդակությունը թողած Դանիելը անընդհատ անդրադառնում էր մեզ։ Ես ի սկզբանե, երբ նկատեցի, որ բանավեճը կարող է այլ հունով ընթանալ, ասեցի, որ Դանիել, դու սկսեցիր, որը պետք չէր, էլի, այսինքն եկել ենք թեման քննարկելու, ինչ միտք ունի իրար թիրախավորելը։ Դանիելը շարունակեց նույն ոճով, տարբեր վիրավորական ինչ-որ պիտակավորումներ հնչեցնելով եւ ես շատ հանգիստ առնասիրտ կրկին փորձում է իրեն վերադարձնել կառուցողական հուն, ինչպես ասում են, բայց Դանիելը համառորեն փորձում էր այդ վիրավորական տոնը շարունակել։ Եվ իմ խոսքերից մեկի ժամանակ ես ասացի, որ իրավիճակը այնպիսին է, որ Ադրբեջանը, Ալիևը պահանջում է հայաստանյան իշխանություններին գնալ այս կամ այն զիջումների եւ հայաստանյան իշխանությունները Հայաստանում այդ զիջումները, որոնց գնում են հակառակորդի թշնամու պահանջով, փորձում է փաթեթավորել մի այնպիսի փաթեթի մեջ, որը թույլ կտա ասել, որ դա միակողմանի զիջում չի, ինչ որտեղ նաև ձեռքբերում են եւ այլն, եւ ասացի, որ Հայաստանում կան փորձագետներ, մարդիկ, խոսացողներ, ովքեր այդ նույն գործն են անում, ինչ իշխանությունները, եւ եթե իշխանությունների դեպքում ես հասկանում եմ ինչու են այդպես անում, պատրաստվում են 26 թվականի ընտրություններին, ապա այս անձանց կողմից նման վարքագիծը անհասկանալի է, ինչու են իրենք Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնչեցվող պահանջները այնպես ներկայացնում մեր հանրությանը, որ հանրությունը դա նորմալ ընդունի, ասի դե նորմալ է, մի հերթական զիջման էլ գնացինք, դե պետք է գնայինք, դա ճիշտ մոտեցում է։ Եվ ասում եմ, որ շատ անգամ ես այլևս չեմ կարողանում տարբերակել այս մարդիկ, փորձագետներ, գործիչներ եւ այլն, իրենք իշխանական պրոպագանդիստներ են, իշխանական թեզերը առաջ մղողներ են, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի 5-րդ շարասյունն են Հայաստանում, որովհետեւ շատ անգամ իրենք մեկին մեկ անում են գործողություններ, որոնք կոնկրետ բխում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից։ Այսինքն պատկերացրեք, այնտեղից մեր հակառակորդ պետություններից հնչեցվում են պահանջներ եւ հայաստանյան տիրույթում որոշ շրջանակներ դա փաթեթավորում են այնպես, որ սա նորմալ է, այ կարող ենք այդպես անել։ Դա նաեւ մեր շահերից է բխում։ Այսպիսի բաներ։ Ես այդ մարդկանց համարում եմ 5-րդ շարասյուն։ Եվ Դանիելը հաջորդ խոսքի ժամանակ, երբ խոսքը իրեն է հասնում, ասում է, որ իր վրա է վերցնում ըստեյության այդ ասածս եւ վիրավորական տոներով շարունակում ինձ պատասխանել։ Ես շատ հանգիստ եմ, փորձում եմ իրեն այդպես այդ նույն այդ գզվռտոցային տրամաբանության մեջ չպատասխանել եւ ասում եմ, որ այո, ես կարծում եմ, որ Դանիելը այդ վարքագիծն է ցուցաբերում շատ հաճախ Ադրբեջանի եւ Թուրքիայի 5-րդ շարասյան վարքագիծն է ցուցաբերում։ Եվ փաստորեն այնքան վիրավորանք, ինչքան Դանիելը հնչեցրեց իմ ուղղությամբ, դա իրեն չնեղացրեց, դա իրեն այսպես հարց չառաջացրեց, թե ինչ է ի վերջո ինքը անում, բայց իմ նման վերլուծությունը, իր խոսքի քաղաքական վերլուծությունը հանգեցրեց նրան, որ բորբոքվեց
ջուր շփեց ԱԺԲ ներկայացուցչի ուղղությամբ, հա, ես դե տեսնում էի, որ շատ է բորբոքվել եւ այսպես մի թեթև այս կողմ արեցի, ջուրը շփվեց ԱԺԲ ներկայացուցչի վրա, դա էլ է էլի հարց, այսինքն իմը փորձում ես ջուր շփես, դա էլ պետք է կարողանաս, չէ՞, անես թիրախային, ակնհայտ մեր մեջ մի 3 մետր հեռավորություն կար, էլի, տեղել է ինձ թվում մի քիչ տաղանդ պետք ունենալ, ինչևէ, եւ հետո արդեն բանավեճը վերադարձավ իր տրամաբանական հունին։ Դե ճիշտ ասած ինձ համար սա ակնհայտորեն բանավեճի բոլոր խախտումների արձանագրում է եւ ես ցավում եմ, որ Factor TV-ի տաղավարում նման բան տեղի ունեցավ, մինչ այս դա տեղի չէր ունեցել եւ ես կարծում եմ, որ ակնհայտորեն Դանիելը մի քանի դրվագով այդ բանավեճի կանոնները խախտեց։ Դե գիտեք, ինքը սովոր է խոսել ժողովրդավարությունից, տարբեր ինչ-որ երևույթներից, այսպես առաջադեմ կարծիք հայտնել, բայց փաստորեն սովորական բանավեճին ունակ չէ, որտեղ ինքը դիմացինին չվիրավորի եւ իրեն տիրապետի, երբ իր հասցեին ի պատասխան խոսք են հնչեցնում։ Սա էր ամբողջ տեղի ունեցած Factor TV-ի տաղավարում։ Դե հիմա այդպիսի բան էլ է լինում։ Ես հույս ունեմ, երբ դուք դիտեք այդ հաղորդումը, այսօր երեկոյան կհեռարձակվի, ավելի շատ ուշադրություն կդարձնեք հարցի բովանդակային կողմին, քան Դանիելի լաչառություններին, որովհետև ես ի սկզբանե, երբ դիտեք կնկատեք, ես ասում եմ Դանիել, դու սկսեցիր։ Ես դա արձանագրում եմ, որովհետև գիտեք հիմա երբ մեկը մյուսին վիրավորում է, արդեն հիմա ինչքան փորձում ես քաղաքավարի լինել, քաղաքակիրթ մոտեցում ցուցաբերել, ի պատասխան համաչափ պատասխան չտալ, չգիտեմ, ինչ որ դիտելի մոտեցում ես փորձում ցուցաբերել, դիմացինը փաստորեն ավելի է առիթավորվում եւ վերջում էլ այսպես ասած ինքնաբացահայտվում, հա, որովհետեւ իմը ես իր անունը ի սկզբանե չտվեցի այդ 5-րդ Շարասյան մասով, բայց ինքը փաստորեն իր վրա վերցրեց։ Ինչևէ, ինձ այս ամենը առանձնապես դուր չի գալիս եւ հույս ունեմ, որ սա ինչ որ պահի կդադարի, բայց ես միշտ էլ պատրաստ եմ մարդկանց հիշեցնել իրենց վարքագիծը, մարդկանց, ովքեր ասում էին, որ Արցախը փրկվեց հեղափոխությամբ, իսկ Դանիելը հենց դա էր ասում, ես եթերում էլ դա հիշատակեցի ի պատասխան իր լաչառություններին։ Դե ցավալի է, որ մեր բանավեճի մակարդակը այստեղ է իջել, ցավալի է, որ մարդիկ գնում են բանավեճի հեղինակավոր տաղավարներ եւ չեն կարողանում իրենց խոսքը տիրապետել, բայց ունենք այն ինչ ունենք եւ հենց այս մարդիկ էլ զբաղվում են մեր երկրի տարբեր ոլորտների բարեփոխումներով, մեր երկրի անվտանգությամբ, դրա համար էլ ունենք այն ինչ ունենք։ Ինչևէ, կարծում եմ կդիտեք բանավեճը եւ ձեր կարծիքը մեկնաբանություններում կգրեք, թե ինչու այդպիսի լաչառական դրսևորումներ եղան Factor-ի տաղավարում։ Լավ մնացեք։